Դուք միացրել եք 106 եւ 5 հաճախականությունը, թվային հարթակներում եւս կարող եք դիտել մեր հաղորդաշարերը։ Հիշեցնեմ, որ սա Թարմ ուղեղով զրույցն է եւ մեր տաղավարում հյուրընկալել եմ սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանին։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան։ Ողջույն։ Շնորհակալ եմ, որ ժամանակ եք Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Ընտրություններն են շուտով մոտենալու, ուզում եմ քննարկենք նախընտրական տրամադրությունները, բայց մինչև դրան հասնել նախ սերունդների մասով ուզում եմ հասկանալ։ Օրինակ իմ սերունդը, ձեր սերունդը, սահմանների, խաղաղության, պատերազմի մասին ընկալումները ինչպիսին են եւ ինչ փոփոխությունների ա դա ենթարկվել։ Երևի թե մեր սերնդի համար, քանի որ առաջին պատերազմը դա մեր ինչ որ 11-12 տարեկաններ, ինքը մի քիչ ավելի ռոմանտիկ եւ շոշափելի էր առաջի տարիներին։ Իսկ հետո ընթացիկ, որովհետեւ հետո օրինակ մենք մի մասը մեր ընդունվեց, մի մասը գնաց բանակ, նույնիսկ համալսարանից հետո ովքեր որ զորակոչվում էին, այդ ամեն ինչը շոշափելի էր։ Այսինքն այն առաջի տարիները, եթե տեսնենք 88-89 այն ազգայնական շարժման այդ ինքը ոգևորիչ էր, իսկ հետո շոշափելի պատերազմ։ Այսինքն այն ինչ որ ստորակետով ու չգիտեմ ձեր սերունդը, բայց դրանց փոքրերը ստորակետով են ասում մութ ու ցուրտ տարիները, այդ որ առանց իմաստ դնելու մենք այդ իմաստը մեր մաշկի վրա զգացել ենք էլ 200 գրամ հաց, չգիտեմ շատ հարուստ հրաշիականներ, որոնք այսպես կոչված լեվի լույսով ապրում են, բան են անում։ Այսինքն այս ամեն ինչը բանը կորցրեց, այդ ռոմանտիզմը, այդ վարդագույն բաները կորցրեց ու դարձավ շատ հողի վրա, շատ շոշափելի, մեր ընկերները գնում էին նույնիսկ պատերազմը, որպես այսած խաղաղությունը չէր եղել, բայց պատերազմը ավարտվել էր, գնում էին դիրքերում ունում էինք զոհեր, դիրքերում լինում էր հակամարտություն, եւ այդ ամեն ինչը մեզ համար ամենօրյա, չասեմ բան, բայց ամենօրյա աշխատանք է, սահման, պատերազմ, խաղաղություն, սահմանազատում, սահմանագծում, այդ ամեն ինչ ասենք ինքը շոշափել մենք զգացել ենք դա։ Սերունդ կա, որը ես հիմնականում դասավանդելու ժամանակ էլ ասում Հարի Պոթերի սերունդը, որոնք որ հավատում են ախալայ-մախալայներին, բան կախարդական փայտիկներին, որոնք ինձ թվում է թե սենց էս անում դրա համար է լինում, չէ, այսինքն մարդիկ ովքեր տակի բանը չեն զգում, ու իրանք մեղավոր չեն։ Մշակույթը այդպեսի դարձավ։ Այսինքն այն ինչի վրա որ եթե մեր սերունդը մեծանում էր ֆիլմերի կամ ստեղծագործությունների վրա, հա, նույնիսկ մասսայական տենց բանով, որտեղ մեկ հոգի պայմանական գլխավոր հերոսը համակարգի դեմ էր դուրս գալիս, ինչ որ կորուստներով, բայց համակարգը կոտրում էր եւ սարքում էր իր ուզածով, ասենք հիմա դա վերափոխվեց փայտիկով ինչ որ հրաշքներ։ Դա վերափոխվեց հրաշքների, որտեղ անհատը ոչինչ չի կարողանի, եթե ինքը կախարդական փայտիկ չունի։ Ու անհատը միշտ գլխավոր հերոսը փոքր ճնշված, որ եթե այդ կախարդական փայտիկը չունես, դու ոչինչ ես։ Այսինքն սրան եկավ, հետո դարձավ ավելի վատ, որ եթե դու տրանսֆորմեր չես, կամ չգիտեմ ինչ որ Marvel-ի գլխավոր հերոսներից չես, ապա դու ուղակի մասովկա ես, որին մեծ հավանականությամբ այս մի շենքը որ բլի դու մեռնելու ես, բայց ոչ մեկ ուշադրություն չի դարձնում։ Ուշադրություն դարձեք, ֆիլմերը ոնց որ թե բան են անում, մանկական են դառնում, բայց զանգվածային մահերը շատ ավելի շատ են։ Տրամաբանորեն նայում ես, հա ցանկացած Marvel-ի հերոսների մասին ֆիլմում, որտեղ ինչ որ շենք է բլում, այդ շենքի մարդիկ մահանում են։ Բայց այդ միևնույնն է գնում որպես մանկական ֆիլմ, այսինքն ամբողջությամբ կտրվում է հողից եւ մասսայական այդ զանգվածային մշակույթը ու հետեւաբար սերունդը, որը դրա վրա մեծանում է, ինքը դժվարությամբ է պատկերացնում ինչա պատերազմը, ինչա սահմանազատումը, ինչա խաղաղությունը, որտեղ է քո բանը, որտեղ է որ ինչը դու չես կարող ոչ մի դեպքում տաս, չես կարող ինչից հրաժարվես, որտեղ դրանից որ հրաժարվես, այդ պատերազմը գալու է քո տուն։ Այսինքն քո բակ ու այդ Marvel-ի գլխավոր հերոսները թքած քո տունն ապլվելու այդ ընթացքում ու քեզ ոչ մեկ չի կոմպենսացնում ու այս հիմիկվա մշակույթը պատասխանատվություն չի բերում, օրինակ մեր ժամանակվա Կոմանդոս, Ռեմբո, բոլոր գլխավոր հերոսները ունեին էմպաթիա եւ պատասխանատվություն ինչ որ մարդկանց համար,
որ նայեք բոլոր այդ հիմա այտենց մի քիչ կմտիծաղով են ասում մեկը բոլորի համար բայց շատ հաճախ ինչ որ գլխավոր հերոսին ինչ որ մեկը գալիս է խնդրում ասում այ չգիտեմ այս ինչ բանի համար ու ինքը կարա գնա այդ ինչ երրորդ մարդու բանին գնա այդ ինչ բանի համար չգիտեմ վնաս կրի կամ նույնիսկ զոհվի բանա սա է փոփոխությունը որպես արդյունք ոչ մեկ մեղավոր չի սրանում սա ինչ որ տենց է ստացվել հա ավելի շուտ ցախական ինչ որ բաներից է այդ Գրետա Թունբերգ հարցից բաներից է գալիս որ առանձին վերցրած ասենք շիմպանզեի հոգեվիճակին ավելի շատ են ուշադրություն դարձնում քան ասենք 100 կամ 200,000 մարդու էթնիկ զտումներին այդպես բաներ կան ինքը ոչ վտանգ ոնց ասեմ վտանգավոր է ինքը ուրիշ է պետք դա չես կարա փոխես դրա դեմ չես կարա առնես ու չես կարա փոխես մշակույթ պրոդյուսերները միլիարդավոր գումարներ են դրած ինչ պիտի անես ոչ ես վերկանա գնաց գիտեմ որ վրետ գալիս է ասում ես դարաշրջանի թելադրանքն է նաև չէ դարաշրջանի թելադրանք չի էլիտաներում հայտնված դա մի պահ շատ հետաքրքիր էր մեզ մոտ սոցիոլոգիայում երբ 2002-3 թվականից մենք սկսեցինք բան անել արդեն որ պաշտպանեցի այդ միջազգային սոցիոլոգիական ասոցիացիայի անդամ դարձա ինձ այդ ամսագրերը գալիս է ես ապշած էի թե ինչով է զբաղվում լրջագույն համալսարանների ամբիոնների մեծամասնությունը ասենք նորաձևության ոլորտում կանանց խնդիրներով սոցիոլոգիան դրանով էր զբաղվում ֆեմինիզմի դրսևորումը Զիմբաբվեում այսինքն հոդվածներ կային այն որ Զիմբաբվեում մարդիկ ասենք հարյուրներով մեռնում են ուղակի հերթական եղաշրջման ժամանակ իսկ հաջորդ վարչապետը նախորդ վարչապետի լյարդը ուտում է այդ նորմալ է բայց այն որ այ ֆեմինիզմի այս բաները սա գալիս է նրանից որ շատ հետաքրքիր է բիզնեսը այնքան զարգացավ որ ակադեմիական ոլորտում մնալ չարժ էր դրա համար լավագույնները գնում էին բիզնես կոտրվածներ, ճնշված, մոլորվածներ, տենց այդ տիպի առանց ողնաշարի մարդիկ, ովքեր այդ տենց բաների հետևից էին, որ այ մեզ ցախ կյանք ճնշել էին դրա համար մենք այնպես պետք է անենք, որ ոչ մեկին չճնշեն, բան, այս տիպի պերսոնաժներ մնում էին համալսարաններում։ Դրա համար այդ ձախականությունը համալսարաններում արևմուտքի մեծացել, որտեղ այնտեղ մնացել էին այն մարդիկ, ում ցախ կյանք բան էին անում, ու չասեմ բուլինգ, բայց տենց մարդատեղ չէին դնում։ Ոչ տղամարդկություն կար մեջները, ոչ կանացիություն։ Որ ամորֆ պերսոնաժներ էին, ու իրանք սկսեցին ստեղծել օրակարգ, եւ ցավոք սրտի այդ ոլորտը շատ երկար, ոչ միայն սոցիոլոգիայում, ամբողջ բանում գիտության մեջ։ Մնաց այդ տիպի մարդկանց ձեռքում, եւ իրանք սկսեցին վերարտադրել իրենց։ Եվ երբ եղավ սեպտեմբերի 11-ը, երբ եղավ այդ աճը ազգայնականության, նոր պատերազմներ առաջացան, արաբական գարուն, բան, ինչ-որ մարդիկ սկսեցին մորթել, հասարակական գիտությունները ոչ միայն չարձագանքեցին դրան, այլ նաև չէին պատկերացնում, որ տենց բան կա, ինչու, որովհետև հասարակական գիտությունների դրոշը մնացել էր օյվայկներեք վարդագույն ակնոցներով ֆեմինիզմին նայող տղամարդկանց վրա։ Եվ պրոբլեմը հենց այնտեղ էր, ոչ թե ֆեմինիզմն եմ ասում բանով, այլ ասենք տղամարդը չի կարող զբաղվել ֆեմինիզմի խնդիրներով։ Դու չի կարող, չի պատկերացնում այդ ինչը։ Ինքը մեկը միևնույնն է, ունի տղամարդը պետք է զբաղվի նրանով, որ ասի, չգիտեմ, տղամարդկանց դաստիարակելուց կանանց հանդեպ հարգանք դաստիարակեք։ Այդ ուրիշ բան է։ Դե ֆեմինիզմի տակ կարա լինի։ Ինքը կարա դա դիտարկի, բայց երբ որ մարդը զբաղվում է նրանով, ասեք, չգիտեմ, կանանց աշխատանքի ընդունեք, կանանց աշխատանքի ընդունեք կամ մի ընդունեք, ի՞նչ է նշանակում։ Այդ զբաղվեք նրանով, որ իրանց նորմալ պատրաստեք դպրոցներում, չէ՞։ Վերադառնալով ամենասկզբին, այդ համակարգերի դեմ պայքարող մարդիկ կան այսօր կամ այդ կախարդական փայտիկներով մարդիկ։ Կախարդական փայտիկներով կան։ ԿՊՆ-ը։ Ամբողջ կազմով։ Իրանք չգիտեն ինչ, իրանք դիլետանտ են։ Իրանք չեն պատկերացնում, որը որից հետո է։ Իրանց թվում է, որ իրանք ասում են խաղաղություն է լինում։ Այդ դրակարիցն է, էլի ախալայ մախալայն է։ Իրանց ինչ-որ մեկը փայտիկ է տվել, ասելա կախարդական է։ Միացյալ Նահանգները դե։ Չէ, ինչ-որ Միացյալ Նահանգներ։ Միացյալ Նահանգներում էլ մեկը տես նստած է, էլի, որ Կամբոջան Ալբանիայից չի տարբերում, ի՞նչ տարբերություն։ Չէ, խնդիրը ուրիշ տեղ է։ Այդ իրանց բանն է, ասենք Նիկոլ Փաշինյանը կարդում է Մանդելա։ Հասկանում եք, ու հպարտանում է նրանով, որ կարդում է Մանդելա։ Մանդելայի խնդրումը գիտեք որն է։ Ինքը 30 տարի նստել է, խոսել է միայն սուախիլիով։ Սուախիլի լեզվի մեջ, ասենք, ձյուն բառ ու սպիտակ բառ չկա։ Այտենց է։
Այդ աֆրիկական ցեղերի խառնված, ընդ որում մի քիչ հոլանդերենից, մի քիչ անգլերենից բան վերցրած, խառնված ինքը չի կարող խոսի կոնֆլիկտների մասին։ Իսկ դրանց այդ գաղափարների դեմ պայքարողներ չկան Հայաստանի Հանրապետությունում։ Ինչ, դրա դեմ պետք չի պայքարել։ Չէ, ինչի՞ համար պայքարում, իրանք իրանցով տապալվում են։ Տապալվում? Հա, բա ինչ։ Ոնց են տապալվում։ Բա լնայեք վարկանիշները ինչա կատարում։ Դե ուշ թե շուտ ինքը վառվում է, չէ՞, դու չես կարող ամբողջ կյանքում խապես։ Դու սուախիլիով խոսացող ցեղ չես։ Բայց տենց եք պատկերացնում ամեն դեպքում վարկանիշը այնքան անկում կապրի, որ միջև ընտրություններ այն արդյունքները չեն լինի, ինչին իրենք են սպասում։ Ինչին իրենք իսկ նայած իրանք ինչին են սպասում։ Ինչ են սպասում վերընտրության։ Չէ, վերընտրվել կվերընտրվեն, հարցը դրանում չի։ Չի կարող չվերընտրվի։ Դուք ուզում եք ասեք, որ Հայաստանի Հանրապետության բնակչությունը ամբողջությամբ բանը, հա, դա ինչ որ մեկը իրանց հավատում է, չէ։ Ինչ որ մեկը մինչև հիմա գոռում է Նիկոլաս։ Գոռացողներ կան։ Հե, այդ մարդկանց ձայնի իրավունքից չենք զրկելու։ Մենք լիբերալ ազատական ժողովրդավար երկիր ենք։ Առավել եւս մենք աչերս, ովքեր որ մարդու իրավունքների բանի կողմնակից ենք ամենակոշտ կերպով պահպանում ենք այդ իրավունքը։ Իհարկե ցանկացած մարդ իրավունք ունի գնա Նիկոլ Փաշինյանի ձայն տա։ Ինքը կարող նույնիսկ առանց լվացվելու հաց ուտի։ Այդ իր անձնական խնդիրն է։ Մինչև դա չի տարածվում, ուզում են թուտան։ Իհարկե վերընտրվելու են։ Բապտի վերընտրվեն, իհարկե։ Ինչի պետքա չվերընտրվեն։ Ուրիշ հարց է, որ իրանք արդեն պարտված են։ Ինչ իմաստով։ Իրենց ոչ մեկ չի հավատում։ Իսկ ընտրողները հավատում են։ Ընտրողները չեն ուզում, որ ընտրվի ռուսական կողմը, պրոռուսական թևը։ Ինչպես եւ 21 թվականին։ Հետևաբար ինչի մասին է այդ ընտրությունը։ Այդ ընտրությունը շատ հների եւ հների միջև է։ Մինչև նոր ուժ չստեղծվի։ Բայց նոր ուժեր են ստեղծում, պարոն Սարգսյան, ի՞նչ է խնդիրը, որ չեն դառնում են երրորդը։ Բան չկա, հարթակ չկա։ Օրինակ հանրային հեռուստաատեսության եթերը ամբողջությամբ նվիրված է կամ նախկիններին քլնգելու, այն հին նախկիններին, կամ նոր նախկիններին գովալ։ Ուրիշ բան չկա, ժամանակ չի մնում։ Ու մեկ էլ մտցնում են եթեր ակնհայտորեն վարկանիշ չունեցող մարդկանց, ում նույնիսկ տեքստերը ոչ մեկ չի ուզում լսի։ Ձևավորում են նոր մարդկանց, պայքարի նոր ֆոնդ են ձևավորում։ Հա, մոտավորապես իրանց ձևավորած իրանց մնա իհարկե, չի աշխատում, բայց դա։ Բայց ամեն անգամ թույլ տալով, որ ընտրվի այն ինչը վտանգավոր է Հայաստանի Հանրապետության համար, ընդդիմության տեսակետից։ Դրա դեմ պետք չի պայքարել։ Պետք է։ Ոնց։ Դրա դեմ պետք է պայքարել երևի թե ամենալավ գործիքը ձերն է, այսինքն ոչ թե քլնգել, այլ ցույց տալ թե ինչ զարգացում կա։ Այսինքն ինչով ենք զբաղվում, մեր եկան Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմ։ Ամեն ամիս երևի 3-4 մեծ հանդիպում ենք անում մարդկանց հետ։ Եվ օրինակ վերցնենք SEPA-ն կամ SEPA Plus եւ ցույց ենք տալիս թե սրա արդյունքում, հա, մենք ինչ պետք է անենք։ Սարքենք աշխատանքային խմբեր, մարդիկ աշխատում են։ Այսինքն այն Հայաստանը, որը պետք է ստացվի այս ծրագրի իրականացման վերջում, դա չորրորդ հանրապետությունը չի։ Դա ոչ էլ Նիկոլ Փաշինյանի երազած Հայաստանն է, դա նորմալ Հայաստանն է, որը ապրում է եվրոպական ստանդարտներով, Եվրոասոցիացիան փաստաթղթերը տված։ Միջին Հայաստանի Հանրապետության քաղաքացու երազած Հայաստանը ինչպիսին է։ Դժվար է ասել, որտեվ միջին քաղաքացին ոչ մի երկրում բան չունի, դա սովետական մոտեցում է։ Միջին քաղաքացին ունի պատկերացում առավելագույնը իր մեծ ընտանիքի մակարդակով։ Չի կարելի պահանջել մարդուց, ով, չգիտեմ, վերցնենք ընտանիք։ Տնային տնտեսուհի հայրը աշխատում է, 2 երեխա կա դպրոցական տարիքի։ Բայց 90-ականներին էլ է տենց եղել։ 90-ականներին սովետի շորշոփը շատ էր։ Տենց էր մոտավորապես, հա, նենց ես երբևէ ես պապայի հետ շատ մտերիմ ենք, ընկերական հարաբերություն ենք, բազմաթիվ ժամերով խոսել ենք, բայց ասենք Հայաստանը ինչպիսին պետք է լինի, ամեն ինչից խոսել ենք։ Ֆուտբոլից, ինչ որ իմ կարիերայից, իր բաներից, խնդիրներից, ինչ որ բաներից, ամեն ինչ քննարկվել է, տեղ չի ունեցել այդ Հայաստանը ինչպիսին պետք է լինի, դա կարող լիներ թե
Մարդն ինձ պետք է ապրի, որ խայտարակ չլինի, էլի ամոթ։ Որ տենց բանը, բայց դու չես բոլորը հասկանում են, չէ՞, այդ խայտարակ չլինի։ Հա, ինչ որ այդ տենց ինքը ոնց որ գալիս էր բանից, դաստիարակությունից, ընդ որում ընտանեկան, ոչ թե դպրոցական, դա ոչ կորում է, դա ոչ էլ բանան։ Ինչ վերաբերվում է բաների մոտեցմանը, միջին ընտանիքը զբաղվում է նրանով, որ ասենք, չգիտեմ, երեխաների կրթություն ապահովի, ինքը աշխատանքը լավ լինի, ասենք, չգիտեմ, հատուկ ինչ-որ պայմաններ կան, նոր մեքենա, տարին երկու անգամ հանգստանալ, նորմալ մարդավարի, առողջական խնդիրների մասին չմտածել, այլ ժամանակին անցնել, չգիտեմ, դիագնոստիկա։ Ընտրողի ցանկությունները փոխվել են։ Ընտրողի ցանկությունները միշտ սա են եղել։ Ուղղակի ժամանակին տեղեկատվական ճնշումը այնպիսի մեծ բան ուներ, երանք ու ճնշում, որ ամեն ինչը վերածվում էր նրան, որ այսա մի արեք թե Ղարաբաղը կորցնենք։ Հիմա նույն բանը Նիկոլն ան, ինչ չընտրեք պատերազմը։ Ինքը հիմա ասում է խաղաղություն է, խաղաղություն չի, սուտ է։ Ինքը տերմինների փոխարինում ան։ Ինքը սկսում է ասում հիմա խաղաղություն է, դրա համար կոնֆլիկտը պետք է լուծվի։ Կոնֆլիկտը եւ պատերազմը։ Դե եթե կոնֆլիկտի հարցը առաջ կան Ղարաբաղն էր, ինչի այդ կոնֆլիկտը որովհետև կոնֆլիկտի հարցը Ղարաբաղը չէր, պատերազմի հարցն էր Ղարաբաղը։ Այսինքն պատերազմը դա պետական բանա կառույցի բանա եւ մեծ հաշվով պատերազմի ավարտը դա խաղաղության պայմանագիրն է, ինքը զուտ իրավաբանական հարց է։ Ինչ վերաբերվում է կոնֆլիկտի լուծմանը, կոնֆլիկտը չի լուծվում։ Էթնիկ կոնֆլիկտները լուծվում են, երբ որ էթնոսներից մեկը դադարում է գոյություն ունենալուց։ Այո։ Վերջ։ Էթնիկ կոնֆլիկտները դադարում են մինայն այն ժամանակ, երբ էթնիկ խմբերից կամ էթնիկ բաներից ազգերից մեկը դադարում է գոյություն ունենալուց։ Նիկոլ Փաշինյանը վատ կրթության պատճառով սա չի հասկանում եւ փոխարինում է տերմինները։ Խաղաղությունը դա ինստիտուցիոնալ, իրավական բնորոշում ունի։ Խաղաղությունը դա ավարտվում է, դա ինչ որ գործընթաց է կամ իրավիճակ է, որը հիմնավորվում է եւ ամրապնդվում է փաստաթղթերով եւ միջազգային իրավունքով։ Կոնֆլիկտը ոչ մի փաստաթղթով, միջազգային իրավունքով, ոչ մի բանով չի, Եվ ատելությունը եւ թշնամանք։ Այո, ատելություն, թշնամանք, զզվանք, նողկանք, այդ ամեն ինչը միևնույնն է կոնֆլիկտը չես կարող ասենք, դու ինչ չես կարող ստիպես ես, չգիտեմ, շատ հարգեմ ալիուն չեմ կարա։ Ու ոչ էլ ես ինձ կարա ստիպես, որ ես ասենք երասխիկ մեղրի գնամ Նախիջևանով, եթե ես իմ տանկում նստած չեմ։ Ես իմ տանկով հավեսով կգնամ։ Ու չես կարա ինձ այդ ճանապարհին ստիպես, որ ասենք, չգիտեմ, կարող եմ մի երկու հոգու վայ պատահական տակը մնան, ես էլ խորը հոգեկան ապրումներ ունենամ, որ դա տեց եղավ, բան չէ։ Պարոն Սարգսյան, երբևէ այս հարցերը փոխվել եք, փորձել եք իշխանության ներկայացուցիչների հետ քննարկել։ Չէ, ես շատ քիչ եմ իրանց հետ շփվում։ Եթե նույնիսկ շփում ալինում այն ժամանակ, երբ նույն պայմանական չասեմ կրիտիկական, բայց ինչ-որ լուրջ քննարկելու հարց կա, որ իրանք տարբերակ չունեն։ Ընդդիմությունը ասում է, որ իրանց հետ ոչինչ հնարավոր չի քննարկել։ Իշխանության, չէ, հնարավոր է։ Հնարավոր է, ինչու ոչ։ Հնարավոր է ընդդիմությունը։ Այ ընդդիմության հետ հնարավոր չի։ Ինչու՞։ Որտեվ իրանց արժեքային համակարգը ամբողջությամբ հիմնված է արտաքին օժանդակության վրա։ Այսինքն ընդդիմությունը ինքը իրենով առանց իր ռուսական, գաղափարական, ֆինանսական, տնտեսական, էլ չգիտեմ ինչ, Ռուսաստանի պապայության, ոչինչ չի ներկայացնում իրանից։ Իրանք օրակարգ չունեն։ Միակ բանը, որ իրանք ասում են, այլ չէ ցանկացած բան, որ իրանք ասում են, ի վերջո գալիս է Ռուսաստանի։ Եկեք համեմատենք իշխանությանն ու ընդդիմություն, որ ասում են խորհրդարանական։ Խորհրդարանական ընդդիմության մասնակցությունը։ Եկեք համեմատենք, էլի։ Այ իշխանությունն էլ ասում է, որ ամեն ինչ լավ կլինի, որովհետև Թրամփն է ասել։ Չէ, էդ էլ ասում։ Չէ, այն ինչ որ իրանք ասում են, այդ ուրիշ բան։ Իրենց փաթեթավորումն էլ այդ տեսքով է։ Կներեք։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունի այսօրվա իշխանությունն այսօրով ազգային ժողովի մեծամասնությունը։ Միակ հայտարարությունը, որը միշտ ասել ամենասկզբից, որ իրանք վեկտոր չեն փոխելու, իրանք ԵԱՏՄ-ից չեն դուրս գալու, իրանք հապկից չեն դուրս գալու։ Իրանք հին ընդդիմությունից չեն տարբերվում ոչինչով, մեծ հաշվով։ Իրանք նույն մի քիչ կոռուպցիան է այլ ձևակերպում ներս տալում երևի թե։
Մի քիչ պայքար է կոռուպցիայի դեմ, մի քիչ ավելի ազատական է, ժողովրդավարական սկզբունքներին չի երկում, բայց սա ավելի շուտ Իվանիշվիլի ռեժիմի առաջի տարիներն է, քան բանի, հա, Սաակաշվիլի կամ Յուշենկոյի, Զելենսկոյի, այսինքն կամ Մայա Սանդուի։ Ստեղ չկա այդ ամբողջը։ Մարդիկ բան են անում, էլի, տեսեք, Եվրոքվե անցավ, օրենք ընդունեցին, օրենք ընդունելուց հետո հաջորդ բոլոր քայլերը ուղղված են Եվրոպական միությանը չմիանալուն։ ԵԱՏՄ-ի նոր փաստաթղթեր, Շանհայի կազմակերպություն, Տաջիկստանում Լուկաշենկոյի հետ ինչ-որ անհասկանալի զրուցարանի մակարդակի կոլխոզի, մեյդանի մակարդակի խոսակցություններ։ Ոչ մի կապ չունի դա Եվրոպական միությանը անդամակցելու Հայաստանի Հանրապետության ժողովրդի պորտկման հետ։ Ռուսական կողմը ընդդիմության եւ իշխանության միջև ընտրել է, որ իշխանությունն է։ Իհարկե։ Իսկ ինչու ընտրել իշխանությանը։ Որովհետեւ նախ իշխանություն ունի։ Տեսնում են, որ սրանք ինչ տարբերություն են, նրանց կարող է նրանք մի քիչ ավելի շատ ասեն, որ բանը իրանք Պուտինի վաստակներն են, դրա համար իրանք այդպես շատ են Պուտինին հարգում, սրանք այդքան աշխատում են չասեն, բայց նույն բանն է։ Ինչ տարբերություն։ Փողը կա, ըստ միջազգային մամուլի չհերկված տվյալների Խաչատուր Սուքիասյանի հետ փողկապակված ընկերությունները 15 միլիարդ լվացը դրել են բանի գրպանը, Պուտինի գրպանը։ Աշխատում է այդ սխեման, աշխատում է, ինչն է պետք։ Ռելոկանտները գնում գալիս են, առանց բանի միջազգային ընդունված անձնագրի, այսինքն ներքին անձնագրերով Ռուսաստանի բաները գալիս են Հայաստան, գալիս են, ստեղից կարողանում են գնա, կարողանում են, ֆիրմաներ բացում են, վարկյանական փոխանցումներ կարողանում եք անել ռուսական բաներին, կարողանում եք, Աստծուց կրակ են ուզում։ Հետո էլ հիմա լավ մի քիչ է թո Նիկոլը իրան կեպկի տեղ բանան եծանիվ տուգակ չի կարող։ Հասկանում եք, որ այտենց չլներ, Նիկոլը Մոսկվա գետի ափին հեծանիվ քշելուց կընկներ ջուրը։ Շնորհակալ եմ, պարոն Սարգսյան, զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Մեզ լսողներին եւ դիտողներին հիշեցնեմ, որ Թարմ ուղեղով իմ զրուցակից սոցիոլոգ եւ վերլուծաբան Կարեն Սարգսյանն էր, իսկ երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար Մոնիկա Մամյանը աշխատեց, լավ եղեք, կհանդիպենք։